Համասկային հայգրթական և մշակութային միության քլացոր մասնաճյուղի քրասերներու խմբագը ներկայացուց հայ երգիծանքի վարպետներեն նշան Բեշիկտաշիլյանի հայ աղբրդիկ հադորը։ Սեպտեմբեր 14-ին Համասկայինի Հարություն Մանուկյան քրատարանին մեջ, որ մեմասեր կներկայացնենք ցեզի։ Համասկայինի քրասերներու խմբագի այսօրվա հավաքի նյութը շատ կդարբերի մեր անցյալի նյութերեն։ Այսօր շեշտը երգիծանքին վրա է։ Արևմտահայ քրագանության մեջ իբր երգիծապան ծանոթ անուններ էին Հակոբ Պարունյանը, Երվանդ Օդյանը, երբ 20-րդ դարու առաջին կիսուն ցանգին ավելցան նշան Բեշիկտաշիլյանի անունը։ Այս ներկայացումի ընթացքին հբանցիկ ակնարկը պիտի ունենք իր կյանքին եւ քրական գործունեության վրա։ Մեր կենտրոնացումը պիտի ելա իր երգիծական գործերեն հայ աղբրդինքը, որ լույս տեսած է 1941-ին Փարիզ Տեր Հակոբյան դպարան։ Նշան Բեշիկտաշիլյան ծնած է 1898-ին Պոլիս։ Փերայի մեջ ստացած է իր նախնական ուսումը։ 12 տարեկանեն նետված է կյանքի ասպարեզ եւ ինքնաշխատությամբ կատարելագործած իր մայրենին։ Սկսած է ստեղծագործել պատանի տարիքեն։ Կարճ ժամանակ զբաղած է հայերենի ուսուցչությամբ, որմե ետք նվիրված է քրական ստեղծագործության։ 1922-ի Զմիրնո մեծ աղետեն ետք անցած է Հունաստան, նվիրված է որբ հայ մանուկներու հայեցի դաստիարակության։ Այնուհետև վերջնականապես հաստատված է Փարիզ, ուր կես տար աշխուժ մասնակցություն բերած է արևմտահայ քրագանության։ Եղած է մնայուն աշխատակից հայ մամուլին, մաս կազմած է Փարիզի մենք քրական խմբագին, որուն նպատակն էր կմեջբերեմ շաղախ հանդիսանալ 4 ափերով ծրված երիտասարդ քրողներու միջև ու այդպիսով թյուրացնել հայ նորագույն քրագանության ազատ զարգացումն ու ծաղկումը։ Բեշիկտաշիլյան թեև ապրած է նյութական աննպաստ պայմաններու մեջ, երբեք չէ թատրած ստեղծագործել է։ Քանի մխոսք երգիծանքի մասին։ Երգիծանքը քրական ոչ մնե, որ իր մեջ կբարունակե զվարճախոհություն, սրամտություն, հեգնանք, չափազանցություն եւ բարսավ satire։ Թե ինչու երգիծանք։ Թերևս այսօր պատասխանը գտնենք իր ժպիտը քրության մեջ։ Հայ աղբրդիկի էջերուն ընդմեջ են, հստակ կթարնա մեզի, որ նշան Բեշիկտաշիլյան հավատացած է ժպիտ բարգեվելու կարևորությունը։ Անկրած է։ Ժպիտը շնորհած շնորհն է։ Աստուծմե արակված միմիայն մարդ արարածի։ Մարդը բարդի կորզածել ու փայլեցնել այս շնորը։ Երեսը գախ մարդը գմեղան չէ արարիչին, արարածներուն եւ մանավանդ իր շուրջիններուն թե։ Գիտեք, թե ինչու երկնավոր հայրը ժպտելու շնորը միայն մարդ էագին դվավ։ Ատով անսել ուզեց։ Այ մարդ, աշխարի վրա բոլոր շնչավորներուն մեջ թուն ես, որ ամեն միջոցը պատճառ ունիս երջանկանալու։ Թուն ես, որ կրնաս խնդալ, վայելելով արադացեր մայր բնության փարությունները։ Մարդը երջանկացավ, խնդաց, ոչ։ Մարդը չխնդաց ու չխնդացուց, իր երջանկությունը ամեն թարերու մեջ իր թերքով խեղդեց։ Հիմա պետք է մարդկությունը ժպտիլ սորվի, վերակտնելու համար գորուսյալ թրախտը։ Վանեցին սիրտը ոսկի, հոգին ոսկի, ասվածը ոսկի է։ Անգպանի կամ ոսկիի դակ, կամ ոսկիի վրա։ Վանեցին քսակը քոց է, սակայն սեղանը փած։ Ցերկը քոց է, փերանը փած։ Գլուխը քոց է, ճակատը փած։ Վանեցին ականջը քոց է, սակայն աչքը շատ փած։ Վանեցին արևդրական է, խոհարար է, ոսկերիչ է, խաչապաճառ է։ Ամեն վանեցի սակայն կամ հեղափոխական է եւ կամ մտավորական։ Հաճախ երկուքը միասին։ Յուրաքանչյուր հեղափոխական հերոս է, յուրաքանչյուր մտավորական ալ քրող։ Վանեցին քրելու համար, երբ ծածկանուն կորզած է, գրեթե անպայման վան բառը կամ վան կգտնե իր ստորագրության մեջ։ Օրինակներ. Սոս Վանի, Վահան Վանիկ, Արտաշես Վանարյան, Ոստանիկ Վանիդե,
Վարդան Վանո, Աշոտ Վանթար, Խորեն Սիրվան, Հայ Վանագան։ Ամեն ագնցի ծնած է փետրվար 29-ին, մգրդված է փետրվար 29-ին ու գմերնի ագնցին միշտ փետրվար 29-ին ու այսպես իր բոլոր դարեթարցները կգադարե 4 տարի անգամը, եթե անշուշտ հարմար գտնե։ Ագնցին ճաշասեղանին վրայեն անցնող մրջյունը իր ցերկը պետք է ունենա բարի վարուց վգայագամը եւ երթութարցի անցակիրմը։ Եվ որովհետև մրջյունները կորց չունին այդ կարգի թուղթերու հետ, աղեդի կհանդիպին ագնցին ճաշարանին վրայեն իրենց փշրանքը արած ժամանակը։ Փշրանքի մասին մտածող մեր ագնցին սակայն մերթ ընդունակ է ասկաշեն արադացերնության։ Ֆիզիկական ուժիչը հետևող ագնցին իր մեջ ունի գրգեսմը, որում վրա գմշամարտին կորձի մարդը եւ փանաստեղծը։ Բայկարեն միշտ վիրավոր դուրս ելողը քերթողն է։ Անոր սրդեն հարադեվորեն գվազե արյունը, ահա թե ինչու իր երկերը խորաբես խրովիչ են։ Խորուրդ կուդամ ամենում մտնել ագնցիին աչկը, ճամփան քիտնալու է սակայն։ Գարելի է անցնել իր գրնագեն, թևերեն, կամ վիզեն հասնելու համար իր աչքին։ Մեկ տեղ գա միայն, ուր գարելի չէ անցնել։ Անիգա իր քրբանն է։ Անգե ացելով իր աչքը մտնե մսողը գմնա ագնցիին քրբանը։ Քոնյացին քեղարվես տեսելով կճանչնա բորդախաղը, քոնյալի նմանամերձ երկերը, լեզու սելով գասկնա թրքերենը և քաղաքագրթությունը սելով գասկնա թեմեննահը և քեֆը։ Ու 1000 անգամ գապսոսա, որ այդ գլուխ կործոցները համրապար գչկանան աշխարի երեսեն, ինչպես նաև մեր մեջ են, կպացական չէ, հեյ վախ, սանք պերնի համով վարսի թուրքերեն մը խոսելու համար մարդ չմնաց, փաշա, բեյ, էֆենդի, հանմ էֆենդի չմնաց, համ հոտ չմնաց, գազել, մանի, շարքի, նիհավենդ, սաբահի, հիջաքսյար քյուրդի չմնաց, աշխար, գյանք, բադիվ, արվես չմնաց։ Օրմը քոնյացին այս մասին իր ցավը կհայտնե թուրքիմը, իսկ թուրքը իրեն կպատասխանե ասելով. Քոնյացի, փոխեսա թուրքիդ գլուխը։ Անշուշտ, ամեն քոնյացի մեր նկարագրած քոնյացին պես չէ, բարեբախտաբար։ Եվ սակայն դժբախտաբար բազմահազար հայեր կան, որոնք նման են մեր ներկայացուցած քոնյացիին։ Կհուսանք եւ կհավատանք, որ անոնց մեջ շատերը մոդերս թիմուն պիտի կատարեն, ուր որ անգե նա թիրած է հայ ըլլալու համար։ Դժբախտաբար մեր մեջ ազգը թրամն է։ Ավելի ճիշտ թրամի դեր եղողներն են, որ գազմած են ազգը։ Ազգը ոգի է նյութը լալե առաջ, ու դարոնցին շունչին մեջ կսկաս այդ ոգին չերմությունը, փույրը, շարժը։ Հայուն ազգային թիմակի ձերը գտնելու համար պետք է մոտենալ դարոնցիին։ Մանկությանս բոլսո մեջ արիթ ունեցած էի տեսնելու 1000 դեղե եկած հայեր։ Դղու փնաստս սակայն իրական Հայաստանցին գնդուներ դարոնցին։ Ինձ այնպես կթվեր, թե այդ միամիտ, համար, քաղցր ու գդրիչ դարոնցին գուրցկին դակ Գաբրիար ձիվմը, որ թշնամին է փոլոր օցերուն։ Մանկութենես միջև հիմա հուսախապության չար քամին ինչեր թափեց գիտակցությանս առջև։ Դարոնցին զիս հուսախապ չրավ։ Ընդհակառակն, որքան ջանչցա զինքը, ան ավելի բարձրացավ։ Իր պատմությունով, իր ցուցազնավեբերով, իր երկուբարով, իր ցայնով եւ իբր հարազատ հայկական ծառ բահած ավանդաբաշտությամբ իր արմատներուն կենսունակությունը, իր դողմական ոճը, իր հայրենի ավիշը, իր որդան կարմիրը եւ մշտաթալար կանանչությունը։